մեր սրբազանների ապօրինի կալանքը հենց այս խոսքերի ապացույցն է։ Մարդիկ չպատկերացնելով, չունենալով կառավարչական հմտությունների մասին ինչ-որ գաղափարներ, ուղղակի նստում են շենքում, հենց այս շենքում նստող մարդկանց նույնպես վերաբերում է եւ նրանց նույնպես ուղղված է այս խոսքերը։ Ուղղակի իրականացնում են գործողություններ, չհասկանալով իրենց արարքների գինը, արժեքը մեր հայրենիքի համար։ Խոսելով, ելույթ ունենալով իրենց դիրքերից, նրանք կարող են ժամանակի ընթացքում ուղղակի փոխել իրենց դիրքորոշումները ու արտահայտել դա, բացատրել նրանով, որ պայծառացան, լուսավորվեցին, ինչ-որ կրթվեցին, չհասկանալով, որ գալով արդեն այս պաշտոնին իրենք մեծ պատասխանատվության տակ են մտնում։ Նրանց արված գործողություններն արդեն միայն անձնական պատասխանատվության տիրույթում չի։ Իրենց գործողությունների համար պատասխան ենք տալիս մենք բոլորով։ Մեր հայրենիքն է պատասխան տալիս, մեր հայրենիքի կորուստներն են դրա ապացույցը։ Հայրենիքի կորուստներով մենք պատասխանում ենք այս մարդկանց գործողությունների համար։ Հունիսի 7-ը արդեն սարերի ետևում չէ եւ այդ ջրբաժանն է լինելու, որից հետո մենք պետք է ունենանք ուժեղ ղեկավար, որից հետո պետք է Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ուղենք մեր մեջքը եւ մեր տեղը նորից վերականգնենք աշխարհի երկրների հեղինակության շարքում։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։